Եվ հիմա ժամանակ ուտանք մեր հարկելի պատգամապերին դոկտոր Ռոփով Չորբաջյան։ Աշխարհի բոլոր ամենաբերջախոս, ամենաիմաստուն, ամենափորձառու քարոզիչները յետքով կովիկան եւ խոսին իրենց մտքին փայլարագում են, փորձառուտեն են, եթե Աստուծո խոսքը չլա, ոչինչ է։ Անոր համար դարձնենք մեր ակնարկը Աստուծո խոսքին եւ գարտանք Ղուկաս ավետարանի 20-րդ գլուխն մի քանի համարներ, սկսելով 39-րդ համարեն։ Եվ այն գախված չարակործներեն մեկը հայոյություն գներ անոր ու գսեր. Եթե դու Քրիստոսն ես, ազատե քո անձդ ու մեզալ։ Իսկ մյուսը պատասխան տվավ ու զանիկա հանդիմանելով գսավ. Դու Աստծուց մեջ ես վախնար, որովհետև նույն դատապարտության մեջ ես։ Ու մենք իրավունքով, քանզի ահա մեր ըրածներուն արժանավոր հատուցումը գարնենք, բայց ասիկա քեշ բանը ջրավ։ Եվ ըսավ Հիսուսի, դեր, հիշեզիս, երբ քու թագավորությունով ըտկաս։ Հիսուս ալսավ անոր, ճշմարիտ գսեմ քեզի, թուն այսօր ինձի հետ տրախտին մեջ միդելլաս։ Այսերիկվա մեր պատգամապերը անանուն քարոզիչն է, որուն հանդիպելու համար ետ պետք է երթանք ժամանակի մեջ 2000 տարի և քարտեսին վրա մոտ 20,000 կիլոմետր դեպի արևելք, որպեսզի հանդիպենք Կողգոթայի փլուրին վրա Պաղեստինի երկրի մեջ Աստուծո որդին, Տեր Հիսուս Քրիստոսի, մեծ ամերին, որ գմերնի բոլոր մարդկության համար, ամենուն դեր, քեզի և ինձի համար։ Այնքան գսիրել մեզ, մեր դերը, մեր ներուչը։ Բայց Հիսուս առանցին չմերավ։ Երկու ուրիշ անձեր, ավազակներ, չարակործներ, իրեն հետ մերան երկու կողմեն, երկու անձեր, որ մահվան արժանի էին, շատ քեշ գործեր գործած էին, ընկերությունը, արդարությունը, կառավարությունը զրենք դատապարտած էր մահվան։ Աս պատահարով, աս երեք խաչերով, անշուշտ ամենեն առաջ Աստուծո խոսքին մարգարեությունը կատարվեցավ, քանի որ Հիսուսի համար գրված էր իր մահեն խաչերութենեն 700 տարի առաջ, որ անիկա չարակործներու, հանցավորներու հետ սերտվեցավ, այսինքն չարակորց, ոճրակորց մարդոց հետ սերտվեցավ, անոնց հետ խաչվեցավ։ Եվ երբ Աստծո խոսքը գսե խաչվեցավ, սերտվեցավ, կատարված դեպքեն 700 տարի առաջ, անկան վստահ է կատարվելուն, քանի որ Աստված գսե կկատարվի, քանի որ Աստված ճշմարիտ է, չի փոխվի, իր մարգարեությունները կկատարվին անպայման, որ գտնա 700 տարի առաջ ապակային համար ասել կատարված իրողություն սերտվեցավ։ Անոնց մեկը խաչին վրայեն Հիսուսի խոսեցավ. Խաչե խաչ, դեր հիշեզիս, երբ քու թագավորությունով կաս։ Եվ այսօր պատգամապերը աս պրգված ավազակը վիդելլա։ Խաչեն պատգամ բոլոր մարդոց։ Եվ ինչ է ավազագին պատգամը։ Ամենան առաջ պրգված ավազակը գսեմ եզի, որ պրգությունը միայն շնորքով է։ Շնորք, այսինքն ոչ թե կորձ մգնես, որում վարձ կգարնես, համա կորձը չեսներ, հիվանդ կլաս, բարբերդ գսե կորձը արձակված ես, բայց ամեն ամիս քեզի գերգե ավելի տրամ, կան եթե պետք էր դար օրենքով, եթե լրիվ աշխատանքի ժամերը հարկեիր, շնորք։ Եվ Աստված ինքը գսկսի պրգության կորձը, մեղավորին թիրքեն վիճակեն անգախ։ Աշխարհի սկիզբեն առաջ Աստված ժամադրությունը կարգադրած էր այս ավազակին,
եւ իր միածին որդին միջև։ Ճիշտ է, Պիղատոս ինքը վճիռ տվավ, հորեցավ, որ ինքը որոշեց, որ Հիսուս գախվի երկու չարագործներու միջև, բայց Աստված էր, որ այդպես դասավորեց, եւ անորամար դարձյալ նույն Եսայի մարգարեութենեն կգարտանք 50-րդ գլխում մեջը, որ ինչպես կսե, անոր համար մեծերուն հետ բաժին պիտի դամանոր, հզորներուն հետ ավարեն բաժին պիտի առնե Հիսուս, քանզի իր անձը մահվան մատնեց, ու հանցավորներուն հետ սեպվեցավ, եւ շատերուն մեղ կվերցուց, ու հանցավորներուն համար միջնորդություն հրավ։ Աստուծո փառք կունանք այդ միջնորդության համար, որուն առաջին բդուղը խաչին վրայեն փրկված ավազագն է, տրախտապած ավազագը, եւ որուն վերջին բդուղը այսօր ավաշխարով անավաշխար սիրելի բարեկամները պիտի եւ մենք բոլորս որ ավաշխարած ենք։ Այս ավազագը չար է, մեղավոր, բայց մահաց հավատքով, Աստծո շնորհքով Հիսուսի հավատեց եւ փրկվեցավ։ Անիկա հիմա երկինքի փառքի մեջ է, որովհետեւ փրկությունը լոկ միայն շնորհքով է, ոչ շնորհք եւ ուրիշ բան, ոչ քիչ մկորձ, քիչ բարեվաշտություն եւ շնորհք, միայն շնորհք, բացարձակ շնորհք։ Ամեն մարդ, որ կփրկվի, Աստուծո շնորհքին միջոցով է, ուրիշ ոչ մեկ միջոց, ուրիշ ոչինչ։ Այս ավազագը բարի բան մեռած չէր, ավաշխարել են առաջ, ավաշխարել են ետ գալ, արիթ չունեցավ բարիք գործելու, քանի որ ավաշխարել են դեռևս 4 ժամ, 5 ժամ, 1 ժամ ետ գը, արդեն հոգին ամանտեց։ Շատեր գուսան փրկվել իրանց բարի գործերով, բայց հոս կտեսնենք մեկը, որ երբեք բարի գործերած չէր, միայն չարիք, բայց փրկվեցավ շնորհքով։ Այս մարդը եկեղեցի չի գնաց։ Եվ չեմ ուզել, որ որևէ մեկը սխալ մեկնաբան է եւ արիթ առնի ասկարոզեն, որ ուրեմն առանց եկեղեցի երթալու արգելա։ Բայց ճշմարտություն է, որ այո, այս մարդուն բարակային այդպես է։ Եթե գրնաս երթալ, պետք է երթաս, բայց այս մարդը եկեղեցի երթալ արիթ չունեցավ։ Ոչ ալ կանցանագի մեջ տրամ տրավ, կանված ծերկերով մեկը բանը չի գրնատ տնել։ Ոչ ալ մգրդվեցավ, ոչ ալ հաղորդություն արավ, եկեղեցի անդամ ալ չարցանակրվեցավ, բայց փրկվեցավ, տրախտ գնաց։ Հիսուսի վկայությամբ աշխարհի ամենայն ճշմարիտ վկան Հիսուս Քրիստոսը սավ, տուն այսօր ինձի հետ տրախտի մեջ մնալաս, ամենահաստատ վավերական գնիկը, որ մեկը տրախտ բդավ, ասոր համար Հիսուս անցնավես բգայեց։ Նաև ճիշտ նույն օրը խաչեն ուղղակի տրախտ գնաց, առանց ուրիշ գայարաններ անցնելու։ Այսօր մարդիկ կաշխատին, որ մարդիկ փրկվին, բայց գայարաններ անցնելով, եւ գսեն լավագույն բարակային, մենք անգամ հանցավոր ենք, որ վերջի վերջո միայն շնորհքով փրկություն խելքերուշ չի մարգիր, համենամեկ պետք է ենք, բադիժը հավիդանական տժող կեն գազալինք, բայց դեռևս մի քանի միլիոն դարի պետք է դեմ, քիչ մը չարչարնենք, քիչ մը հարազանի հարվածներ ուտենք, քիչ մը անոթի մնանք, քիչ մը ցուրդին, դակին, բավին ենթարկվենք, որ ասկանք, որ ինչ քեշ կրնարել, բայց կավարան է, ոչինչ, հետո աստեղեն տրամ գվերգենք, ավոտ գնենք, միջոցներ գնենք, կամաց բադիժը գտետևնա, վերջի վերջո պետություններն անանք չեն էներ, 100 տարի գսեն, ծգյանը սկսեն, նախագահ կփոխվի, երգիր կփոխվի, 25 տարի գիչնա, երբեմն ծգյանը սպարգով մարդը 7-8 տարին արդեն դուրսն է, որ երկրորդ ոճիրները կործել։ Եվ գխորին, որ Աստված ասպես, պատիժը կփոխե, նայած մեր ավոտներուն, մեր միջոցառումներուն, բայց ոչ, միայն հավատացողները պիտի փրկվին։ Մյուս ավազագը չաշխարեց եւ գործվեցավ։ Այսօր նույնն է։ Ոմանք կհավատան Հիսուսը կընդունին եւ կփրկվին, ուրիշներ կմերժեն եւ դժոխք կերտան։ Երբ որ մենք դժոխք բառը կգործածենք, ոչ մեկը թող չգորի, որ ասանք սրտի կողմնակությունով, գիտեք սիրտ բաղեցնելով, տուն չարաբրեցար, տուն գերց տրամներով հարստացար,
սխալ միջոցներով ամեն տեսակ քեշ բաներ ըրիր, անորամար դժոխք բիրեր տասնայ մենգալոս քիչմը, ներգյանք աբրեցանք մենգա երգենք բիրեր տանք, օղլա, բացանցանք։ Ան որ դժոխքին գավադա, դժոխքները կործած ժամանակ իր վրա սարսափ կուկա, մանավանդ ան գիտակցությունը, որ դժոխքը միայն վայրը մեջ է, ապա վիճակ մնե, որ հավիտենական վերջ չունի։ Միլիոն տարեր և դժոխքը տերնորը սկսած կլա։ Անոր համար վախով գսենք, բայց ցես սիրելով, որ Աստուծո շնորհքը մեր ժելուն վերջնական արդյունքը հավիտենական գորուստն է։ Անոր համար, որ ապքան սարսափելի է, Աստված չուզեր, որ մեկը գործվի, բայց եթե մեկը համարի և Աստուծո դված ներումը մերժե, շնորհքը ոտնագողն է, արդեն մեղավոր է լարուն համար, իր մեղքերում մեջը գմերնի և մեղքին վարձկը մահ է, հավիտենական մահ, դանչանքի վայրի մեջ։ Երկու մեղավոր և մեկ փրկիչ։ Մեկը գահայոյ է և խաչեն ազդադիլ գպնդրե, որ երտանոր են մարդ կողոպտե, մարդ սպաններ և իր մեղքերում քանագը ավեցնե։ Մի քանի դարի ավելի ապրիլ գուզե, որ ավելի մեղք գործե։ Մյուսը Հիսուսը գտնի որպես փրկիչ և հավիտենական կյանք կստանա։ Մյուսն ալ գրնար փրկվել։ Հիսուս միայն աջ կողմ չի նայեցավ, եթե ցախ կողմել ալ մեկը սերվել, դեր զիսալ հիշե, անի Իսավ լսեց, վկայությունը լսեց, եթե Հիսուսը սեր չեմ գրնար, ուշ է, դուք շատ մեղավոր եք, մյուսը լուր կգանալ հասկնալի է, բայց լսեց, որ Հիսուսը սավ, այսօր ինձ է տրախտի մեջ կրելաս, բայց մյուսը չաբաշխարեց իր սիրտը խստացուց, և այսօր մարդկությունը ճիշտ ասպես, Հիսուս մեջտեղը բարձրացած է, ոմանք կսեն դեր հիշազիս, ես մեղավոր եմ, միայն շնորհքով, առանց բան վճարելու, անմիջապես կփրկվին, ուրիշներ տարբեր պատճառաբանություններով, կյանքը կվատնեն, կյանքը կանցնի, և իրենք տակավին Հիսուսի նայելու երես չունին, իրենց մեղքերու մեջ կմնան և կմեռնին։ Ապաշխարող ավազակը Հիսուսը ընտրեց, փրկվեցավ։ Տուն ինչ պիտենես այսօր։ Փրկվող ավազակին երկրորդ պատգամը, թեև փրկությունը շնորհքով է, բայց մեղավորը ինք պետք է հավատա և Հիսուսի կանչե, աղոթե, որպեսզի փրկվի։ Հիսուս շնորհքով փրկեց ասմարտը, բայց անգե ետ միայն, երբ ինքը սավ դեր հիշեզիս, երբ կուտակավորությունով դկաս։ Նախ անգե առաջալ, իր մեղքը լսավ, անդրադարձավ, որ մենք մեր արածներուն արժանավոր հատուցումը գարնենք, իրավունքով է, որ մենք հոս դատապարտության տակ ենք, ասիկա անմեղ է, բայց մենք մեղավոր ենք։ Առանց մեղքի գիտակցության փրկություն չի գա, Հիսուսի կալ չի գա։ Այս մարդը խաչին վրա աստուծմե վախնալը սկսավ։ Իմաստությանը սկիզբը դրոջը վախն է, սուրբ վախմը գա, ոչ թե ահավոր վախմը, սարսափը, որ հիստերիկ վիճակներով են տարգվում եկը, ոչ, բայց անգիտակցությունը, որ դիեզերքը ստեղծող, մեծ, անհուն, սուրբ աստված մը գա, վեհապար աստված մը, մեկ խոսքով դիեզերքը ստեղծեց, լույսը լա, լույս եղավ, այսօր աշխարհի 6 միլիարդ մարդիկ, իրենց բոլոր ուժերով, ոչինչ չեն գնալ, մեկ գայծ ստեղծել, մեկ լուցկի լույս բարել, մեկ մոմ մեջտեղ բերել, և աստված դիեզերքները լուսավորելու միլիոն տարերու համար լույս թողել, մեկ բարով։ Ադ աստուծո առջև տուն և ես բարդինք խոնարիլ, երկյուղած զգացումով վախնալ անգե, որ աստուծո խոսքը ճշմարիտ է, վերջի վերջո պիտի ենթարկվենք, բայց հասարակ ոստիգանի մը ենթարկվենք, որ գիտենք, որ հասարակ մարդ մն է գաշարակել, բայց իր ետին պետություն մը գա, օրենք մը գա, ենթարկվենք։ Ամենեն մեծ նախարար, երբ որ ոստիգանը կայ վրա անկտա, պիտի կաս գերտա։ Եթե մարդու ենթարկվենք, ինչու պիտի չենթարկվենք աստուծո, որ մեզ ստեղծած է և մեզ կսիրեն։ Խաչին վրա տեսավ աս ավազակը, որ կյանքը շոքի է, վախճանը մոդ է, անոր խաչին վրա գելա, կգիտնա, որ մի քանի ժամ ունի և մահը ստույգ է։
Երբ որ թույն գուդան, երբեմն թույնը չաստեր, էլեկտրական ցնցումներ երբեմն 3-4 անգամ պետք է կրկնել, որ 10,000 վոլտեն մեկը մեռնի։ Գախաղանեն գիտեք շատերը, որ ճուվանը կպրտի, ճուվանը լավ յուղոտված չլար, հանքույցը վերը կմնա, և ինքը տետև կջոջի, բայց խաչեն ոչ մեկ ազատած է։ Անշարժ, անօգնական, վախճանը շատ մոտ։ Իր կողցած ոսկիներ իրեն օգուտը չունին, ուր որ բահած է քարարներում մեջ, բանկաներում մեջ, անանուն հաշիվներում մեջ, վերջացավ։ Եվ գիտեք, խաչին վրայի ասավազագը առաջ 2 ժամ, 3 ժամ ինքնալ միս ընգերոջ պես Հիսուսի գհայոյեր և գնախադեր երկուքնալ։ Հետո անտրատարցավ հանգած, ինքսինքին եկավ, խոստովանեցավ և դեսավ Հիսուսի աստվածությունը և պրգիչը լանը։ Դեսավ խաչին վրա իր անօգնական վիճակը, խլիակմը, անշարժ կանված պայդին վրա, պամը չգրնարընել։ Եթե ճագադը կերվի չգրնար, քիչմը կերել, որ հանգստանա, անշարժ արցանի վես կեցած։ Եվ ամեն վարգյան, գյանքը իր մեկը բարբվի, գատիլ։ Միայն թուրսեն մեկը գրնա օգնել, անալ Հիսուս է, իր կոմերը, իր մեկ մետր անտին, իրեն համար գխաչվի։ Տուն տերևս կսես, ես կող չեմ, մարդասպան չեմ, ընդանիքի հայր եմ, բարի մարդ եմ, ճանցված մարդ ենք, մենք լավ ընդանիք ենք, կաշխատենք, ասկին օգտագար գլանք, մարդկության բարիք կնենք, վերցերկե նգացը գնանք, Աստված կսը, ամենը մեղ կործեցին, հանցանքներու մեջ մերած են, թունալ։ Մեր մայր եկեղեցվո և հայ ժողովուրդի պատմության թերևս ամենամեծ սուրբը իր սրբագիած կյանքով նարեգացին եմ, մեծ սուրբը, բայց լման գիրկը կրած է իր մեղքերում մասին։ Այսօր եթե ոյև է մեկը իր բգայության ադեն ըսվի, որ թունալելի նարեգացին ես մեղքերության գրը, շատ դժվար բիդլա, որ մեկը գրնա մի քանի հարյուր էջ իր մեղքերուն ցանգը կրել, ասալիշը։ Նարեգացին իր բոլոր մեղքերը աղոտքի մեջ աստուծարչև հիշեց և նորողություն խնդրեց։ Տուն նարեգացի են ավելի մաքուր ես։ Այսօր պրգիչին տին է, որովհետև պամը չես կրնարնել կու մեղքերը չնչերու համար, միայն Հիսուսի գան չէ, կրված է Աստծո խոսքի մեջ, ով որ դերոջը անունը գան չէ, բիդի պրգվի, հիմա կպրգվի։ Հիսուսը սա այսօր տրախդի մեջ բիդելլաս։ Եթե երեն սեր ասկանչարի կրիվ, հիմա ես կեզի գրնամ ազադել, բայց մի քանի հազար դարի պետք է մեղքերդ քիչ մքավես, երթաս գողոբդացներդ վերաթարցնես, ադոն գնես, հավագանալ չարչարվիս հետո նորեն ուրախ բդելար ավազագը, բայց ոչ, զղջացող ավազագին Հիսուսի պատկամը այս է, այսօր ինձի հետ տրախտի մեջ բդելաս, հիմա արդեն պրգված ես։ Ավազագը խաչին վրա Հիսուսի անմեղությունը դեսավ, ասիգա կեշ պամը չա, անիգա Հիսուսի աստվածը լալը դեսավ, երբ ըսավ դեր, հիշեզիս, դերը միայն բարոն, դիարի, միստրի, գոչականը չեր, սովարական, կաղաքավարական, դեր, ճիշտ, աստված, ստեղծիչ, ամեն բանի վրա եղող աստված, ադիմաստով ըսավ, որովհետև բարոնը, մարդը, որքան հարկելի իլա, որքան դիդվոստեր ունենա, որքան լավ համպապ ունենա, չգրնար մեկ մարդու մեկ մեղ կներել, միայն դեր աստված, ամենու վրա դեր եղող ստեղծիչ, պրգիչ աստվածը գրնա մեղքեր ներել և իր թակավորությանը մեջ մեղավորներ մրցնել։ Ոչ մեկ մարդ գրնա, ուրիշ մարդոց մեղ կներել, որովհետև ամենը մեղ կործեցին։ Թեմենը սկսելով, ամենս որ հոսենք, մեղավոր ենք աստուծո պարքեն բաքսած։ Անիգա Հիսուսի թակավորը լալը ընդունեց և այդ թակավորության մաս կազմելու համար աղոտեց։ Հավատաց, որ մահեն ետքը ուրիշ կյանք մգա, ինչ կյանք, խաչին վրա, մերար, վերջացավ, աս է վերջավորությունը, մարդիկանակ կսեն, չէ, գավարմը, թույնմը, և վերջ, սիրդի գիտատրի պապախել է, և վերջ, ոչ վերջ չէ,
Սկիզբը Սկիզբը որ ճիշտ այդ երկրորդ սկիզբը վերջ պիտի չունենա։ Անորոմալ կարևորը հիմա աս անցողական կյանքի 50-60 տարին խաչին վրայատ 1-2 ժամը կործածել Աստծո շնորհքը բռնելու հավիտենական կյանք ստանալու համար։ Հիշեցիս, երբ կուտակավորությունով դկաս։ Գիտավ, որ ուրիշ կյանք մգա, եւ անիկա հավիտենական կյանք է։ Եվ Հիսուս խոստացավ եւ դվավ։ Այսօր նույն Հիսուսը խաչին վրա չէ, հարուցյալ հաղթական երկինքի մեջ քեզի համար միջնորդություն գնե, որովհետեւ դու այդ ավազակին վես այսօր իրեն դիմեցես դեր զիսալիշը, իմ մեղքերս անները, որովհետեւ ամեն մարդ բրգվելու համար պետք է անցնաբես Աստծո առջև կա, փոխանորդ գրգելով չլար, հայրիգետ, մայրիգետ աբաշխարած են դունեն մեկ հատ կպավե, ներգայացիչ ոչ, հավրաբետորնի չիգա, վեկալատ չիգա, ամեն անցինք իրեն համար պետք է թիմե և ընդունի բրգություն, երբ որ որպես մեղավոր Հիսուսի կա։ Աս մարդը իրական հավատքներ։ Պատկերացուցեք, դեր հիշեցիս թագավորությունով հավիտենական կյանք, որուն Մեծ Աստված հայտնված է դեսիլքով իրեն իր բոլոր հզոր ռշտակներով Աստված իջած է, ինքան խաչին վրա են գսնքի գվախնա, աս ճիշտ լալու է, հայտնված հզոր Աստուծո խնդրեմ թագավորություն, տերևս կուդա, տերևս կները, ոչ, կով է իրեն վես երդասարդմը, անիալ խաչին կանված, անիալ բիդի մերնի, կարորդ ժամ առաջ, երեքն հաբիդի մերնին, ինչ տեսավ at խաչվով անցի մեջ, աս ավազագը, որ անոր գանչեց որպես Աստված, իրական հավատքը ասիգա է։ Դեր հիշեցիս, երբ քու թագավորությունով կաս։ Ոչ թե եթե կաս, եթե գրնաս կալ, եթե օրվա պիտի կաս, ոչ, երբ կաս, գիտեմ որ պիտի կաս, դուն թագավոր ես, դուն Աստված ես։ Այդ Հիսուսը հիմա Աստուծո քարն է, որ ճիշտ քու կովդ անզոր քարնուգի մվես աշխարհի մեղքի կվերցնե։ Գատիլ, շունչ առ շունչ, վարգան գհույցի գմերնի բոլոր մարդոց մեղքին համար։ Այսօր խաչյալ բրգիչին թիմե, աբաշխարը, որ իր թագավորությանը մեջ հաժին ունենաս։ Երբեմն ավետարանչական ժողովներուն կարոզիչի ժողովուրդը խանտավարելու համար գսե ով գուսե երկինք երտալ։ Եվ ես ներգա եղած եմ, ամեն մարդ ոտքի եղած է, ով չուզեր երկինք երտալ, անգել ձելան։ Ամեն մարդ գուզե երկինք երտալ, հավիտյան ուրախ լալ, հոսինք վարգան ուրախության համար կյանք կվատնենք, հոն հավիտյան ուրախ պիտլանք առանց ոչ մեկ պաննելու, և ոչ միան հոն, հաբա տրախտ աստրեն սկսի։ Երբ որ մեկը գավ աշխարը, տրախտ արդեն իր սրդի մեջ կուկա։ Վերջը երբ որ մերնի Հիսուս կանչե, ինք արդեն տրախտի մեջ կլա հավիտյանս հավիտյանից։ Մարդիկ մորցան ավազագը։ Դեդրագի մեջ կրեցին, խաչվեցավ, վերջացավ, ընգերության անտեպ իր բարդկը վճարեց, բայց Հիսուս հիշեց և ընդունեց ինքը, քեզ ալ պիտի ընդունի այսօր, եթե իրեն թիմես։ Բրգվող ավազագին երորդ պատկանը, ես կյանքի վերջին արիտը կործածեցի բրգվելու համար, վերջին արիտը, վերջին վարգյանները, և աբաշխարեց։ Երբ է քեզի համար հարմար արիտը, որ տուն աբաշխարեց։ Միտիշի սամկանի դար առաջ, բայց երկրորդական վարժարանի մեջը շապատը բահմը մեզի կարոզիչ բուգուկար երդասարդ և սերդողության, սուրբ կիրքի սերդողության բահ գներ թասերն վերջը։ Ետրոնական բարձակում վարժարան Աշրեֆյա բերու։ Եվ արիտովը հարց եղավ, որ պետք է ամենարդ աբաշխարել։ Եվ աբաշխարության ադենը հիմա է սուրբ կիրքը անանք կսել։ Եվ երդասարդ բադանին ընգերներես մեկը, որի մասիրի մեջ գաբրի, բայց ոչ ասնահանքին մեջ։ Սավ բարոն, ես ալ գուզեմ աբաշխարել։ Լավ սավ, աբաշխարը, սավ հիմա չէ, սավ ինչու չես աբաշխարել հիմա, սավ նեչես մղում մը գսպասեն։ Երբ որ հիվանդը մահամերձ է, մղում գսպաս է բժիշկի երտարու համար,
հիվանդանոց երթալու համար։ Երբ որ մեկը վերջին բահերուն հասած է, ինչ մղում։ Երբ որ մեկը գիտե որ մեղավոր է, երբ որ գիտե որ Աստծո արդար փառքությունը իր վրա է ամեն օր, ինչ մղում։ Մղում այն է, որ Աստված քեզի գսե այսօր պետք է ապաշխարես։ Մղում այն է, որ Հիսուսը ասավ, եթե չապաշխարեք, ամենը դա պիտի գործվի։ Ինչ մղում է սպասել, եւ որ մեկ օրվան, երբ որ քաչին վրա ավազակը, քաչին վրա կոնե գիտեր, որ տերևս իր ուժերը ներսեն հավաքելով, գիտեր, որ տերևս դեռ 1-2 ժամ կգնա դիմանալ։ Քանի որ քաչին վրա անմիջական չէ, ժամեր գտևը, երբեմն ամբողջ նման օրը։ Իսկ դու գիտես, որ 1 ժամ պիտի ապրես, դու գիտես, որ 1 օր պիտի ապրես, դու գիտես, որ 2 նորեն ժողովի պիտի կաս, եթե կալուզես։ Եվ քո կյանքը քաչին վրայի ավազակին կյանքեն ավելի անստույկ է։ Եվ փուսիր դատ կրնա քեզի թավաճանել ամեն մեկ վարյան։ Եվ ոչ միայն այլ մարդոց կիներուն ալ, մեկը թող չի վախնա, ասի գանձր իրականություն է, ամեն մարդ գիտեր։ Մենք ամեն ես կմերնինք սիրելիներ, ամեն օր կմերնինք, ամեն օր աս աշխարեն, քու դարիքետ, քու սերել, քեզի վեսնույն կործնով, մարդեր, հարյուրներ կմերնին, և ամեն օր 40 միլիոն է ավելի, 250,000 մարդիկ կմերնին, ամեն դարիքեր, բոլոր աշխարի վրա։ Հիմա, երբ որ գաբրիս Հիսուսը ընդունե սրդիտ մեջ, մեղքերդ խոստովանե և փրկվել։ Հիսուս քեզի համար խաչվեցավ, որթուն ալ չմերնիս և թժող չերտաս։ Անորամար աննույն մարգարեության մեջ, որ Հիսուսի հանցավորներու հետ խաչվիլը կրված է, ավելի առաջ Եսայի 50-րդ գլխում մեջ կգարտանք, բայց անիգա, այսինքն Հիսուս, մեր մեղքերուն համար վիրավորվեցավ, մեր անօրենություններուն համար ծեծվեցավ, մեր խաղաղության պատիժը անոր վրա եղավ, և անոր վերքերովը մենք բժշկվեցանք։ Ամենս ոչխարներու պես մոլորեցանք, ամեն մեկս իր ջամփան դարձավ, և դերը մեր ամենուն անօրենությունը անոր վրա դրավ։ Աստված արդեն դրած է քու անօրենությունը, իմ անօրենությունս, բոլոր կյանքի մեջ, բոլոր կյանքիդ մեջ, բոլոր գործած մեղքերուդ, պատիժը, անօրենությունը, Աստված արդեն Հիսուսի վրա դրած է, Հիսուս խաչված է, իրեն այդ խաչին վրա խաչված են քու բոլոր մեղքերը, եթե միան հավատաս և ընդունես։ Հիսուս խաչին վրայի ավազակը տրախտ մտցուց իրեն հետ և ներկայացուց հոն հոր Աստուծո և բոլոր հրեշտակներուն առջև, որպես իր անձին աշխատության առաջին գլուխը, որում մասին հոսք կգարտանք Եսայի մարգարեության մեջ։ Աստուծո որդին կմերնի անարգ, հասարակ, բարձ ավազակի համար, որ զայն տրախտի արժանացնեն։ Աս է Աստուծո շնորհքը, Աստուծո շնորհքին մեծությունը, որ քեզի երկարած է այսօր։ Այսօր տունալ Հիսուսի դիմե, ապաշխարե, հավատա, զղջա, խոստովանե մեղքերը, քեզ ալ երկինք պիտի առաջնորդե, որովհետև Հիսուս ամենուն համար մերավ, քեզի համար ալ, որ այսօր գնա քեզ ալ փրկել։ Այս ավազակը անանուն է։ Սուրբ գրքի մեջ իր անունը հիշված չէ։ Իր մեջ շատ նվազ մեր չափանիշով հերոսներ, թեմքեր կան, հազարավոր անձեր հիշված են։ Այսօր անունը գրված չէ, մինչդեռ շատ նշանակալից տերմ ունի պատմության մեջ։ Հիսուսի հետ երկինք մտնող առաջին մարդը, Հիսուս երկինքեն եկավ, երկինք մտավ, ասիկա երկրեն երկինք կերտը առաջինը, մուտքը մեր բոլորի ներկայացիչը, անորամար մեր հայրերը զանգոչեցին տրախտապած ավազակ, տրախտին տուրը պացավ, ինք չի պացավ, Հիսուս պացավ, բայց առաջին մտնողը եղավ, մեծ պատիվ է, բայց անունը գրված չէ։ Ինչու՞։ Որպեսզի այսօր տուն և ես, ամենս, նույն համարձակությամբ, նույն հավատքով, նույն անգերձությամբ, նույն խոստովանության հոգիով, ավազակին վերսսենք դեր զիս հիշել։ Եվ ամեն մեկս մեր անունը գրենք խաչին վրա և մտնանք
երկինքի թակավորության մեջ։ Հիմա երկինքը մեր մեջ։ Երբ որ գանչվենք մենք երկինքի մեջ, հավիտյանս հավիտյանից դժողքի տադալարությունեն ազատ։ Եթե այսօր ավազագին բեսեն, դեր, զիս արիշտեն, ես արմեղավոր եմ, իր պարկին համար, ամեն։ Ես կուզեմ հիմա զրճումի ավաշխարության աղոտ կնել, անավաշխարներու գոմե, անոնց հաշվույն, անոնց պերնով, և եթե ոյև է մեկը անգեղությամբ այդ աղոտքին ամեն լսե, ինչպես քիչ առաջ լսեցիք կոքոն լսավ, այդ ամեն լսել են անմիջապես վերջը, թող հավատա, որ Աստված զինք ընդունեց, մեղքերը ներվեցան, հավիտյանական կյանք ստացավ, և անոնք, որոնք ամեն բիդրսեն, բիդը խնդրեն, որ Խոհանոցին կովի սենյակը երթան, ուր պատգամապեր եղբայրս իրենք բիդը սպասե իրենց հետ աղոթելու, և նաև իրենց բահարան մը բիդանք, որուն մեջ նոր գդագարան մգա, երկու երիզներ կան, նոր ավաշխարոններու համար, քիրք մգա, մասնավոր գերբով պատրաստված նոր ավաշխարոններու համար, թե ինչպես հոգևոր կյանքի մեջ պետք է աճին, աղոթքներ կան բզդիկ, որով շատ գխնդրենք, գաղաչենք, կբաղադենք ցեզի, որովհետեւ այս արիթը ոտնագող չնեք, ընդունիք այս հրավերը, այսօր Աստծո հետ հաշտվիկ, աղոթենք։ Ով դեր Աստված, այսօր անգամ ևս լսեցի քո ցայնդ, որ խոսեցար ինձի, և զիս արթնցնել ուզեցիր, որ անդրադառնամ իմ մեղավոր վիճակիս, ուզեցիր ցուցնել իմ սիրտս ինձի, բայց փառք կտամ, որ հոն չցկեցիր զիս, այլ ըսիր, որ զիս կսիրես, գուզես զիս տրախտիտ մեջ տեսնել, գուզես զիս ազատել իմ մեղքերես, գուզես փրկել իմ անմահ հոգիս, և փառք կտամ այս սիրույթ համար, այս շնորհքիդ համար, փառք կտամ, որ Հիսուս իմ դեղս ինձի համար փոխանորդապար մեռավ, իր կյանքը զոհեց, իր սուրբ արյունը թափեց, և այսօր և հիմա կհրաժարեմ մեղքերս, քեզի կդառնամ, գուխտեմ քո ջամբուկ մեջ քալել ասկե ետք, գուզեմ քո զավակ դառնալ, գուզեմ քեզի համար ապրել, գուզեմ քեզի ծառայել, իմ հոգիս հոգնած է աշխարհ մեղք, հաճույքներ և սատանան զիս հուսախաբերին, գտեսնեմ, որ միայն քո մեջդ ուրախություն կա, քո մեջդ խաղաղություն կա, գուզեմ ունենալ այդ ուրախությունը և խաղաղությունը, խոստումիդ համաձայն ընդունես զիս, Սուրբ Հոգիով զիս լեցուր, որպեսզի կարենամ այս կյանքը ապրել, գուզեմ քեզ վկայել, գուզեմ քեզ փառավորել իմ կյանքովս, և այս աղոթքը քեզի կներկայացնեմ Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով քո փառքիդ համար, գաղութեմ ով Տեր
Որտնողնես այս ժողովուրդը ամեն մեկը իր մասնավոր պետքին համաձայն հավատացյալներուս համար արգաղոթեմ, որ մեզ արդուն բահես մեր բարդականություններու մեջ և նաև օրհնես ընկերային հաղորդակցության բահը, որ պիտի ունենանք քիչ ետք սրահին մեջ և գաղոթենք, որ շատեր այս աղոթքին ամենս են զղջումի ապաշխարության աղոթքին և իրենց համար այս իրգունը լա մեծ ուրախության խաղաղության իրգունը քո հերական օրհնությունդ, քո ներկայությունդ, քո խաղաղությունդ մեր բոլորին վրա հարադորեն թողանչի Տեր Հիսուսյան նոր կխնդրենք փառքիդ համար։ Ամեն։